Ժորժ ջան, քանի որ բոլորս հանրային գործիչներ ենք, մի քիչ շատ, մի քիչ պետք է նկատի ունենանք, որ մեր ամբողջ խոսույթը նայում են մարդիկ ու հատկապես նայում են երիտասարդները եւ այո, ես համաձայն եմ, իշխանությունն է պատասխանատու մթնոլորտի ստեղծման եւ իշխանությունը քաղաքային է ոչ այդքան, բայց հանրապետության իշխանությունը պատասխանատու է շատ վատ sense թշնամական մթնոլորտի ստեղծման համար ասֆալտին փռել մռել սկսել այդ խոսույթից սկսելուց միջև վերջ դա տանելով ուրեմն մենք պետք է հասկանանք որ երիտասարդներ են նայում եւ մենք ունեցել ենք շատ բարդ իրավիճակներ էլ նաեւ եւ եթե նաեւ քաղաքական ասպարեզում շատ ծանր sense խոսակցություններ ալնում իսկականից փռենք բան այդպես խոսակցություններ մարդիկ երբ որ մի հատ փուճուր ստիս կոնֆլիկտ են ունենում երիտասարդները հիմնականում այդ կոնֆլիկտները մահվան ելքերով են ավարտվում մինչդեռ ինչը պարզա ճիշտ է 2018-ից հետո կրիմինալ այդ ենթամշակույթ այդ հասկացությունը փորձում ենք միահամուռ մեր ամբողջ առօրյա կյանքից հանել ու ստացվում է բայց դա հետ մի բերեք ձեր իշխանության օրոք եւ իշխանավորների միջոցով հիմա կոնկրետ գործերից պարոն Ավինյան մեր ֆրակցիան օբյեկտիվ ֆրակցիա մենք լավն ենք ասել վատն ենք ասում շարունակելու ենք ասենք ես ասեմ լավը որն է այո թերություններով մանկապարտեզների մասով մանկապարտեզները լավ բաներ տեղի են ունենում եւ հատկապես ուզում եմ ես հանրակրթության վարչության աշխատանքը գնահատեմ այո Երբ որ սալիկապատում գնաց ամբողջ քաղաքում վերանորոգում եւ այլն, այո, դրական ես օրինակ չէի մտածում որ հնարավոր է քաղաքում այդքան սալիկապատել, ես դրական եմ գնահատում, այո, դա կա, շինարարություններ կան, թերություններով իհարկե, բայց ինչն եմ ես ուզում ստեղ մեր քաղաքացիների ուշադրությունը գրավել։ Ինչը կապված է ուռճակ բավական մեծացած 4 անգամ բյուջեն մեծացել է 2018 թվականից սկսած Ինչը կապված է հարցերի հետ, որոնք որ հնարավոր է արտապատվիրակել մասնավոր սեկտորին, որ իրենք շինարարություն անեն, վերանորոգեն եւ այլն, դա լավ է, հա, համեմատության մեջ։ Իհարկե, էլի ցանցեր չկա, մայթերը վերանորոգվելուց փոշին, բան մարդիկ ընկնում են, այդ շատ վատ է։ Այդտեղ թերացում է, բայց դինամիկա դրական տեսնում ենք, հա, քաղաքի մասով։ Ինչը կապված է ստրատեգիական զարգացման հետ, այն է տրանսպորտի փոփոխություն, կանաչապատման sense հսկայական բան, մետրերով մի խոսացեք, հեկտարներ բան, տենում ենք քաղաքի կենտրոնում էլ, Արվարձանում էլ տեսնում ենք բաների վերանորոգում, այսինքն որը որ պետքա քաղաքը մեջը մասնագիտական ներգրավվածություն ունենա այգիների, հա, տեսանք վերածնունդի այգին էլ տեսանք, Դավիթ Հաշին էլ տեսանք, ինչ թերություններով էր արված Ինչը կապված է օրինակ չգիտեմ ստրատեգիական որ տրանսպորտը օդը որ մաքուր լինի այսինքն դու կառուցապատումը նենց պետք է հաշվարկես անես որ այդ հոսանքների դեմը չառնի այդտեղ խորապես թերացում է խորապես այսինքն ստրատեգիական թերացում ունի ձեր կառավարումը մենք ունում ենք ուրեմն աչքափակություն չեմ ուզում աչքափակություն ասեմ այսինքն հարցեր կա որ երևացող են Դա լավ է, օքեյ, բայց ինչն է մենք ասում ենք ստրատեգիականը, ուր է, ստրատեգիականը մենակ վատացել է, օդը վատացել է, ջրերը լավ է, հիմա այն գոնես, շնորհակալություն Էդուարդ Հայր, ես անձամբ չեմ ճանաչում, բայց շատ գնահատում եմ այդ տղայի աշխատանքը Հայրման Էդուարդի, գնում փորում է, հա, սենց ոնց որ շախի անգե քաղաքապետարները եւ թաղապետարները սկսել են մաքրել, այդ ջրագծերը բացվում են, հեսա ասենք անձրևաջրերը հուսանք կգնան ոչ թե գետնանցումներում կմնան, այլ իրաց տեղը կգնան եւ այլն, այսինքն այդ հարցերը պետքա դուք կառավարեք, կառավարումը բան չի էլի, արտապատվիրակում պրարաբի գործ չի էլի կառավարումը դա կոմպլեքս հասկացություն է, այդ ամբողջում դուք թերանում եք Ժորժ ջան, այդ է մեր ասածը, ինչը ցույց տվեց նաեւ տրանսպորտի բանը, հիմա ինչ է կառավարությունից փողուզը, եթե համ փողն է թանկացե, համ սա ձեր ասածով անցկացրել եք, շնորհիվ Հա, ավականու հանրային ձայն խմբակցության անդամների։ Ինչու՞մն է, խեք ուզում, մետրոն ուր է, մետրոն խոսք եք տվել, 45 հատ վագոն։ Ուր է այդ մետրոն, հիմա կառավարություն չեմ, ես ձեզ ասեմ հարգելի քաղաքացիներ, ինչ մտավախություն ունեմ, որ մետրոն չեն ուզում առաջ տան,
որտեվ երկրի բարձրագույն իշխանությունը որոշել է այդ փողերը հələ որ չտա ու գնա այդ փողերը ռեգիոններում ծախսի, որտեվ ընդդեից ավելի շատ ձայն ունի։ Իսկ երևանցիները հիմա իրանց հասու չի մետրո։ Միջոցառումներ եք անում, ֆանտաստ, շատ սիրուն միջոցառումներ են, իրոք էլի շատ, ասենք, այսինքն արտապատվիրակվում է, մարդիկ այդ միջոցառումը լավ սիրուն, իհարկե շատ ուռճացված բյուջեով, ինչը պետք է քննվի, հեսա ավարտում եմ, բայց արվում է, հա, հիմա այսինքն դուք եկել եք կառավարելու, որ սիրուն միջոցառում անեք, մեկ է փողը վերցնեք տակ մասնավորին, մասնավորը վերանորոգի, ստրատեգիականը չկա, չի երևում, այդ է մեր սաղ հարցերի բարձրացած հարցերը։ Շնորհակալություն Նատալիա Սինորյան։